Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության տեսփանությունը Արժանտինի Հանրապետության մեջ, Իսրայելը եւ Հայրենի Ցեղասպանությունը, խոշոր հրթիռներ Արցախի մեջ, Սևոդական Արաբիան առաջին անգամ բացահայտորեն մտած է Իրանի դեմ պատերազմի մեջ, ԱՄՆ Հորմուզի նեղուցին պատճառով նոր պատժամիջոցներ սահմանած է Իրանի դեմ, Վանի Սուրբ Գևորգ եկեղեցին եւ հայկական պատմական գերեզմանատունը, Շուշիի 1920 թվականի մարտյան եղերնը, հրադարակված է Արցախի երկրորդ պատերազմի մասին նոր գիտական աշխատություն։ La Nación օրաթերթի դնորեն բարոն Ֆերնան Խուլիո Սագերի, մեծարգո բարոն դնորեն, պատիվ ունիմ թիմելու ցեզի եւ ծեր միջոցով հեղինակավոր La Nación օրաթերթի ամբողջ խմբագրական եւ լրագրողական անձնակազմին, իբրև Արժանտինի Հանրապետության մեջ Արևմտյան Հայաստանի Հանրապետության տեսփան։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը 1920 թվականին միջազգային ճանաչում ստացած Հայաստանի իրավահաջորդ պետությունն է, Սևրի դաշնակրի իստորագրող գողմերեն մեկը եւ պաշտոնապես ճանաչված է Արժանտինի Հանրապետության կողմէ 1920 թվականի մայիս 3-ի պատմական թիվ 46 նախագահական հրամանակրով։ Սույն քրության նպատակն է ցեզի եւ ցեր ղեկավարած խմբագրության փոխանցել այս դիվանագիտական առաքելության ամենաանգերց եւ բարձր շնորհավորությունները այսօր հրաբարակված Իսրայելի եւ Հայրենի Ցեղասպանությունը խորագրով խմբագրական հոդվածին առիթով։ Այս հոդվածը ոչ միայն բադիվ գբերե ցեր հեղինակավոր լրատվամիջոցի պատմականորեն գազմավորված խստաբահանջության եւ խմբագրական անկախության ավանդություններուն, այլ նաեւ գահանտիսանա խմբագրական խոր արիության դրսեւորում եւ փարոյական ուղենիշ, ժխտողականության եւ մորացության դեմ մղվող համաշխարհային պայքարին մեջ։ Հայ ժողովրդի նահատակության ճանաչման փարոյական եւ պատմական հրամայական անհրաժեշտությունը շեշտելով ցեր օրաթերթը անկնահատելի ներդրում կկատարե հավաքական հիշողության պահպանման, միջազգային արդարադատության ապրանքման եւ մարդկության թեմ ապակա հանցագործություններով կանխարգելման գործին մեջ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության համար անկախ լրատվամիջոցերու հավատարմությունը պատմական ճշմարտության հիմնարար հենասյուներեն մեկն է, միջազգային հանրային իրավունքի քերագայությունը ժամանակավոր քաղաքական շահերեն վերհաստատելու ճանապարհին։ Վերստին հայտնելով այս տեսփանության խոր երախտագիտությունը նման արժեքավոր դիրքորոշման համար կօգտվի Մարիտեն ցեզի փոխանցելու իմ առանձնահատուկ հարկանքի եւ բարձր գնահատանքի հավաստիկը։ Դոկտոր Գիլերմո Կարամանյան, Արժանտինի Հանրապետության մեջ Արևմտյան Հայաստանի Հանրապետության տեսփան։ Անցյալ տարու պատմության ամենաողբերգական էջերեն մեկը Օսմանյան գայսրության մեջ բնագող հայրու զանգվածային դեղահանություն ու համագարկված բնաճնչումներ։ 1915-ին 1923 թվականներուն ավելի քան 600,000 հայ բռնի գերբով քշվեցավ անապատներ, իսկ շուրջ 1.5 միլիոն մարդ զոհվեցավ։ Հայրենի Ցեղասպանությունը մինչև այսօր կշարունակի ժխտել Թուրքիան, զայն ներկայացնելով որպես պատերազմի, փախումներու, հիվանդություններու եւ սովի հետևանք։ Դարիներ շարունակ Իսրայելը Թուրքիո հետ ռազմավարական հարաբերություններու պատճառով կհրաժարեր պաշտոնապես ճանաչել այս ոճիրը։ Սակայն 2023 թվականի Համասի հարձակումներեն յետ կսկսած Գազայի պատերազմը փոխեց իրավիճակը։ Թուրքիո նախագահի գոշտ քննադատությունները Բենյամին Նեթանյահուի հասցեին եւ Անկարայի դիրքորոշումը Համասի նկատմամբ ազդեցին Իսրայելի քաղաքականության փոփոխության վրա։ Իսրայելի կառավարությունը որոշեց վերանայել իր դիրքորոշումը եւ ջանցավ Հայրենի Ցեղասպանության հարցը զայն գնահատելով որպես փարոյական եւ պատմական բարդ։ Արտաքին գործոց նախարարը ընդգծեց, որ Հայրենի Ցեղասպանությունը մինչև այսօր կշարունակի ենթարկվել ժխտման եւ պատմության խեղաթյուրման։ Հայկական համայնքի ներկայացուցիչները սակայն գնահատեցին այս որոշումը զայն բնորոշելով որպես պատեհապաշտական քայլ։ Այնուամենայնիվ պետք է ողջունել, որ Իսրայելը միացած է շուրջ 3 տասնյակ պետություններու, որոնք ջանցած եւ դատապարտած են Հայրենի Ցեղասպանությունը։ Պայքարը պետք է շարունակվի ապահովելու անոր արդար եւ համընդհանուր միջազգային ճանաչումը, այլևս ոչ լրության, ոչ ճխտման եւ ոչ այլ անդարբերության։ Ադրբեջանի գոմե բռնակրաված Արցախի Ակնայի, Վարանդայի եւ Չրագանի շրջաններու քանի գյուղերու մոտակա բաց տարածքներուն մեջ հրթիռներ բռնկած են։ Ըստ ադրբեջանական աղբյուրներու որոշ այրող հատվածներու մեջ կլսվին հողին տակ մնացած ռազմամթերքի բայթուններ։ Հրթիռահաշիճման աշխատանքները կշարունակվին։ Սևոդական Արաբիան առաջին անգամ բացահայտորեն միացած է Իրանի դեմ գործողություններուն, մասնակցելով Իրաքի մեջ Թեհրանի աջակցությունը վայելող շիական խմբավորումներու դեմ ամերիկյան հարվածերուն։ Ըստ New York Times-ի եւ BBC-ի, Իրանը նախաբես հրթիռագործած էր Հորդանանի մեջ գտնվող ամերիկյան ռազմագեհանը, որմե յետ Վաշինգտոնն ու Էրիադը համատեղ հարվածեր հասուցին Իրանի դաշնակից ուժերուն։ Իսլամական հեղափոխության բահբաններու կորպուսն ալ հայտարարեց Հորմուզի նեղուցին մեջ 3 նավթադար նավերու վրա հարձակման մասին։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության համաձայն հարվածները ուղղված էին իրանյան աջակցություն ունեցող աշխարհազորայիններուն, որոնք ըստ Վաշինգտոնի կպատրաստվեին հարձակումներ կործել ամերիկյան ուժերու
եւ Սեւուդական Արաբիո ենթագարույցներուն դեմ։ Ամերիկացի պաշտոնյայի համաձայն սպանված է շուրջ 20 իրանցի զինվորական եւ արհեստագիտական խորհրդատու։ Հուլիսի 29-ին ԱՄՆ-ի ֆինանսներու նախարարությունը հայտարարած է, որ տնտեսական սահմանափակումներ սահմանված են իրանական երկու ընկերություններու եւ 8 լցանավերու դեմ։ Բաժամիջոցերու ցանկին մեջ ներառված են նաեւ Իրանի ստվերային նավադորմի 8 լցանավեր։ ԱՄՆ-ը կնշե, որ Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է ըլլա ազատ եւ Իրան իրավունք չունի ապահով անցման համար վճարներ կանցելու։ Ըստ նախարարության սահմանափակումներուն պատճառը այն է, որ Իրանի կողմէ պահանջված ապահովագրական համագարկը կնպաստի Թեհրանի վարչագարկի Միաժամանակ Իրան մերժած է Օմանի առաջարկը Հորմուզի նեղուցի վերահսկողությունը հավասար բաժնելու մասին, ինչ որ կդժվարացնե Իրան-ԱՄՆ բանակցություններու վերսկսման հեռանկարները։ Հուլիս 22-ին ԱՄՆ-ի նախագահը նախազգուշացուցած էր, որ Միացյալ Նահանգները պիտի հարվածի Իրանի ուժանույթի եւ փոխադրության ենթագարույցները, եթե Թեհրան հարձակի Հորմուզի նեղուցի նավերուն վրա։ Վանի Իպեկյոլուի քաղաքապետարանը աշխատանքներ սկսած է Սուրբ Գևորգ եկեղեցին եւ հայկական պատմական գերեզմանատունը պահպանության տակ առնելու նպատակով։ Մասնակիցներու հանձնաժողովը ուսումնասիրած է տարածքը, հանդիպած է դեղացիներու հետ եւ պատրաստած է զեկույցը։ Քաղաքապետարանի խորհրդին հաստատում են ետք պիտի ցերնարգվին գործական քայլեր։ Հանձնաժողովը հայտնած է, որ աշխատանքները պիտի չսահմանափակվին միայն այս եկեղեցիով եւ գերեզմանատունով, այլ պիտի ներառեն Վանի բոլոր պատմական եկեղեցիներն ու գերեզմանատունները։ 1920 թվականի մարտ 22-ին 26-ը Շուշիի մեջ իրականացված հայ բնակչության գոտորածը հայոց նորագույն պատմության ամենաողբերգական էջերեն մեկն է։ Ադրբեջանական կանոնավոր զորքերն ու զինյալ խումբերը հարձակում գործեցին քաղաքի հայկական թաղամասին վրա, պատճառելով զանգվածային սպանություններ, հրգիզումներ եւ թալան։ Մինչ այդ Շուշին Անդրկովկասի կարևորագույն մշակութային եւ գրթական կենտրոններն մեկն էր, ճանաչված որպես փոքրիկ հայկական Փարիզ։ Քաղաքին մեջ կգործեին գրթօջախներ, տպարաններ, մշակութային հաստատություններ եւ Սուրբ Ամենափրկիչ Ղազանցեջոց մայր տաճարը։ Մարտ 22-ի գիշերը սկսած հարձակման ընթացքին հայկական թաղամասը հրգիզվեցավ, քանդվեցան տուներ եւ եկեղեցիներ, իսկ հազարավոր խաղաղ բնակիչներ սպանվեցան։ Զոհերու թիվը դարբեր ուսումնասիրություններու համաձայն կգնահատվի քանի հազարեն մինչեւ 20,000։ Մոտ 1700 հայկական տուներեն կանգուն մնացին միայն 25-ը։ Շուշիի ողբերգությունը դարձավ նաեւ մշակութային եւ ժողովրդական աղետ։ Քաղաքը գրեթե ամբողջությամբ հայտապեցավ։ Պատմաբաններ Շուշիի մարդյան եղերնը գտիդարգեն որպես հայերու ցեղասպանության քաղաքականության շարունակություն, ուղղված հայ բնակչության բնաճնչման եւ դարաշրջանի ժողովրդական փոփոխության։ Այսօր անիկա կմնա ազգային հիշողության կարևոր էջերեն մեկը, շեշտելով պատմական արդարության եւ նման հանցագործություններու միջազգային հադաբարտման անհրաժեշտությունը։ Քալուս Գյուլբեգյան հիմնադրամը կդեղեկացնե, որ 44-օրյա պատերազմը Հայաստան, Ադրբեջան եւ Բայկարը Արցախի համար անգլերեն գիտական աշխատությունը այժմ անվճար հասանելի է առցանց։ Քիրքի նպատակն է ուսումնասիրությունը հասանելի դարձնել գիտնականներուն, լրագրողներուն, ուսանողներուն, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներուն եւ քաղաքականություն մշակողներուն։ Հադորին մեջ տարբեր երկիրների հեղինակներ բազմակողմնակիորեն կվելուծեն 2020 թվականի Արցախի երկրորդ պատերազմը, ներկայացնելով անոր քաղաքական, ռազմական, մարդասիրական եւ միջազգային հետևանքները։ Ըստ հեղինակներուն 44-օրյա պատերազմը դարձավ դարաշրջանային անվտանգության միջավայրը փոխած կարևոր շրջադարձային իրադարձությունը, աստելով ժամանակակից պատերազմներու նոր միտումներուն վրա։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։